Ողջունում եմ ձեզ սիրելի եկեղեցի, համոզված եմ, որ բոլորդ մեծ ծարավով եք եկել, որպեսզի Տիրոջից այսօր խոսք ստանաք։ Ես էլ եմ այտենց եկել ու ես համոզված եմ, որ Տերը մեր հետ այսօր խոսալու է։ Ու գիտեք, հետաքրքիր ինչն է, որ սրտից դրվել է մի բանի մասին, խոսամ մի թեմայի, որ երբեք չեմ խոսացել, Աստծո մոտիկացումը, թե ոնց է Աստված մեզ մոտիկանում։ Մենք միշտ խոսում ենք, թե ոնց մենք մոտիկանանք Աստծուն։ Ես ուզում եմ խոսամ, թե Աստված ոնց է մեզ մոտիկանում, որովհետև մենք պետք է իմանանք, որ եթե մենք անում ենք մի քայլ, ինքը անում է 10 քայլ, որտեվ ինքն էլ է մեզ մոտիկանում, ասում նա խոնարհացնում է իր ականջը, որ մեզ լսի, ու դա շատ կարևոր է, գիտեք, Աստվածի մեթոդը շատ հեշտ է, Աստված չի բարդացնում մարդու կյանքը, մարդն է իր կյանքը բարդացնում, Աստված հեշտ է մոտիկանում մեզ, Աստված ճանապարհը մեր հեշտացնում է, նեղացնում է ու հեշտացնում է, լեն ճանապարհով եթալը դժվար է, նեղ ճանապարհով եթալն է հեշտ, որտեվ դու գիտես ուր ես եթում, լեն ճանապարհով չգիտես ուր ես եթում, նեղ ճանապարհով դու գիտես ուր ես եթում, ու Աստված հեշտացնում է մեր կյանքը, հասարակացնում է, ասում է ուզում ես, ասում ես այո, ասում է վերցրա, դու ասում ես ոնց վերցնեմ, ասում է խնդրի կտրվի քեզ, չէ, թակի ու կբացվի քեզ, չի ասում թակի, այնտեղ ես իմ էլի ինչ բաներ արա, չի ասում ուղղակի թակի ու քեզ կբացվի, խնդրի ու քեզ կտրվի, որովհետև ամեն թակողին տրվում, բացվում է, ամեն խնդրողին տրվում է, մենք մեր կյանքի մեջ շատ բաներ բարդացնում ենք, բայց Տիրոջ հոգին դա ազատության հոգի է, Տիրոջ հոգին դա այն հոգին է, որ մեր կյանքի մեջ բերում է ազատություն, ազատագրում է ամեն մի կախվածությունից, Հիսուսի անունով, հալելույա, տեսեք, հետարքիր մի հատ բան կա, որ 145 Սաղմոսի 17 խոսքում ասում է Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ եւ ողորմած իր բոլոր գործերում։ То есть Տերը համ արդար է, համ էլ ողորմած իր գործերում։ То есть Տերը մեր վրա չի դնում մի լուծ, որ մենք չենք կարա տանենք։ Անկամ եթե մենք ուզում ենք փրկվենք, մի բան է պետք անել, դավանել Հիսուս Քրիստոսին։ Ուրիշ ոչինչ պետք չի, ով որ ունի Հիսուսին, նա ունի փրկություն, ով որ ընտրել է Հիսուսին, ով որ կանչել է նրա անունը, փրկվել է։ Всё, ուրիշ բան չկա, ուրիշ ոչ մի խնդրեմ, ասենք, մարդը ինքն իրան ստեղծում է, հա, դե կանչել եմ Հիսուսին, բայց դե պետք է էսել անեմ, ինչ ուզում ես արա, բայց փրկվելու համար Հիսուսին է պետք կանչել, Հիսուսի անունն է պետք կանչել, հալելույա։ Ու ես ուզում եմ, որպեսզի այսօր ազատության հոգին մեր սրտերը ճշտի, ես ուզում եմ, որպեսզի այսօր մեր կյանքի մեջ գա մի հատ աստիճան, որ ազատագրի մեզ ամեն մի լուծից, որտև Մատթեոս ավետարանի մեջ ասում է, 11-րդ գլխի 28-րդ խոսքում ասում է, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, չէ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Մի Աստված, որ ասում է, բեռնավորված ես, հոգնած ես, արի իմ մոտ, ես քեզ կհանգստացնեմ, նա երբեք քեզ բեռ չի տա։ Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի չարը մեր վրա դնի բաներ, որ մենք չենք կարա տանենք։ Մենք պետք է թույլ չտանք, որ ընկնենք ինչ-որ մեկի կախման մեջ, որտեղ մենք ազատ մարդիկ ենք Տիրոջով կանչված իր ազատության մեջ։ Հալելույա։ Մենք կանչված ենք, որպեսզի լինենք ազատ Քրիստոսի մեջ լինենք ազատ, ոչ թե առանց Քրիստոսի մարդը ազատ չի կարա լինի, միայն Քրիստոսի մեջ, որպեսզի լինենք ազատ, ու երբ որ ասում է, ես ձեզ հանգիստ կտամ, չէ ձեզ, իմ լուծը ձեզ վրա վերցրեք, ինձանից սովորեք, որտև ես հեզ եմ և սրտով խոնար, և ձեր հոգիներին հանգստություն գտնեք, որտև իմ լուծը համ ունի, քաղցր է, և իմ բեռը թեթև է։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն, ես ուզում եմ, որպեսզի այսօր մեր սրտերի մեջ մի ինչ-որ աղբյուր բացվի, որ հասկանանք այդ Տիրոջ տված ազատության գաղտնիքը, ոնց է ինքը մեզ մոտիկանալով ոնց է ջախջախում բոլոր կապանքները, որ մինչև է տեղել է մեր կյանքում, ջախջախում է մեր մտածելակերպի մեջի այն կապանքները, որ մեզ տարելա դեպի գերության, կախվածության, այսօր Հիսուս Քրիստոսի հոգին էստեղը ուզում է բերի կատարյալ, լիարժեք ազատություն, հալելույա, նայեք, ոնց ենք բարդացնում մենք մեր կյանքը, Հովնանի կյանքը, բոլորդ գիտեք Հովնանին, կարդացել եք այդ գիրքը, սաղ, պամայում 3 գլուխ է, կարդացեք, շատ հետարքիր կյանք է, այսինքն Աստված այցելում է Հովնանին, ու մի հատ հասարակ առաջադրանք է տալի, որ ինքը էտի կատարի ուղակի, հլնի էթա այս քաղաքը, Նինվե քաղաքը, ունդե քարոզի,
Ոչ մի բարդություն չկա, քանի որ Տերն ասում է, ես քո հետ եմ, գնա, ուրեմն ինքը քեզ ամեն ձևի ինքը քեզ ապահովելու է ամեն ինչով։ Ու ոչ մի խնդրեմ չի առաջանա, որտեվ դու այդում ես Աստծո կամքով, Աստված այդում է քո առաջից, դու կատարում ես Աստծո կամքը, ինքը տվել է քեզ այդ ազատության հոգին, տվել է ուժը, զորությունը ու դու այդում ես։ Բայց այս մարդը որոշեց իր գլխին խնդիրներ սարքի ու փախավ Թարսիս։ Ու գիտեք ինչ, շատերը մտածում են կարելի է Աստծուց փախկվել, կարելի է Աստծուց փախնել, գիտեք ինչ, կարելի է, եթե ուզում ես քո համար խնդիրներ ստեղծես։ Ու գնաց, մի հատ նավ գտավ, մտավ այդ նավի մեջ ու հանգիստ իր համար պարկել էր, մտածում էր հեսա, ոչ ոք իրան չի գտնի, ոչ ոք իրան չեն տենա, ես զգում եմ կան մարդիկ, որ այսօր փախկվել են, պարկե քնել են, մտել են իրան սենյակները ու գիտեն ոչ ոք իրանց չի տենում, ոչ մի բան չի լինի, բայց դու ախր վերևը եկա խնդիրներ ես սարքե։ Մարդիկ փոթորիկների մեջ են, դու հանգիստ քնած ես, բայց մարդիկ փոթորիկների մեջ են։ Խնդիրներ ես առաջացրել ուրիշների համար։ Մեկը քեզի գտնելու են, մեկը Տերը գտնելու է քեզի, մեկը դու անելու ես այն ինչ որ անելու ես, բայց ինչի համար խնդիրներ ստեղծես, ինչի համար տարիներդ երկար, ավելի լավ չի այսօր ասես ալելույա, Տեր քո ազատության հոգին թող ինձ ազատի, Տեր քո ներկայությունը թող ինձ առաջնորդի, հալելույա։ Ու եկան իրան հանին ասին, հələ էլ տենանք դու ով ես, հələ տենանք քո պատճառով, ասեց ես իմ պատճառով է, ես եմ փախնում Աստծո երեսից։ Գիտեք, շատերը դժվարությունների են հանդիպում ու չեն կանգ առնում իրանց ճանապարհներին, որպեսզի ասեն Տեր ներողություն։ Շատերը պատրաստ են այդ դժվարությունները բրթելով տանեն։ Գցեք ծովը։ Գետի փորի մեջ։ Ոչ մի տոգում խնդրեմն ինչումն էր, ասում ես գիտեի, որ դու այտենց բարի Աստված ես, դու ներելու ես։ Դու պրոստը ներելու ես, դու բարի Աստված ես։ Բա որ գիտես ինքը բարի է, ուր ես փախնում այդ Աստծուց։ Հալելույա։ Մենք բարդացնում ենք մեր կյանքը նրանով, որ չենք լսում Աստծո ձենը, լսում ենք Աստծո ձենը, բայց չենք ենթարկվում այդ Աստծո ձենը։ Ամեն շաբաթ օր, ամեն տնային խմբակի օր Աստված խոսում է քո հետ։ Մինչև այդ առավոտ, երբ որ դու բարձրանում ես, աչքերդ բացում ես, ասում ես Տեր, ես քոնն եմ, քո ծառան եմ։ Տերն ասում է լավ, եւ մենք ուրեմն պետքա, գիտեք, այդ խոսքերը իմաստ ունեն, որ մենք ասում ենք Տիրոջ ամեն առավոտ։ Դու իմն ես, Տեր, ես քոնն եմ, Տեր։ Ես հիշում եմ, երբ որ մի անգամ աղոթում էի տուն, ասում էի Տեր ջան, իմ տունը քոնն է, ու մի օր Տերն ասեց, եթե իմ տունն է, ով մտավ ես քաղաք, ես իմ տուն եմ բերելու, ով որ տուն չունեցավ։ Հասկանում, երբ որ մենք ասում ենք բառեր, մենք պետք է հասկանանք, որ Տերը դրա հետևը կանգնած է, ու ինքն էլ է մեզ մոտիկանում։ Մենակ մենք չի, որ մոտիկանում ենք իրան։ Իրա մոտիկացումը շատ հասարակ է, քո իր եղբայրներ։ Եկեղեցի լսեք, իրա մոտիկացումը շատ հասարակ է։ Տերը միշտ բան էր անում, խոսում էր, ասում է խոսում էր օրենսգետների հետ, ասում է վայ ձեզ, որովհետև մարդկանց դժվարակիր բեռներով եք բեռնում, իսկ դուք ինքներդ մատով անգամ այլ բեռներին չեք դիպչում, Ղուկաս 16:46, 11:46, то есть ուզում ասի դուք ծանր բեռեր եք դնում, բայց դուք ինքներդ չեք անում այդ, մարդը չի կարա այդյան, ես ծանր բեռ չեմ դնում ձեր վրա, իմ մոտիկացումը ուրիշ ձև, երբ որ ես գալիս եմ ասում եմ խաղաղություն քեզ, ազատ եղի, խաղաղություն կես, ուզում եմ, որ այսօր հոգին, այն հոգին, որ ազատություն է բերում մեր կյանք, այստեղը գործի, որպեսզի ազատի, մաքրի, բժշկի, դու ուզում ես բժշկություն, բարդացնում ես, դու ուզում ես ազատություն, բարդացնում ես, ոչ, Տերն ասել է բժշկվի, ուրեմն բժշկվի, ուղղակի վեկալ այդ քո բժշկությունը, վեկալ այդ տկարությունը բաց թող, առանձնացրա քեզանից, զարթնացրա քեզ այդ խոսքի համար, որտեղ հոգին ազատություն է բերում այսօր մեր կյանք, հոգու ներկայությունը մեզ ազատագրում է ամեն մի անեծքից, հոգու ներկայությունը ազատագրում է ամեն մի հիվանդությունից, հոգու ներկայությունը ազատագրում է ամեն մի դժվարությունից, Աստված երբ որ այցելում է մեզ, այսօր ասեցին, ասա մի խոսք ու կբժշկվեմ, մի հատ խոսք, Տեր, մի հատ խոսք, բայց մենք բարդացնում ենք, դժվարացնում ենք, Ես մի անգամ տեսա մի եղբայր դեղ էր խմում, ես հələ նոր էի ապաշխարի, ասի, ես դու դեղ ես խմում, համար զարմանալի էր, ասեց աղոթում եմ նոր եմ խմում։ Ես մի անգամ տաքությունով պարկացեի հիվանդ, երկրորդ հարգը մեր պարկացեի, մեր եղբայրներից մեկը եկավ մեր տունը հույր, ասեց բա պաստորն ուրա, Ռուզան ասեց հիվանդ, ասեց պաստորը հիվանդ է։
Որ պաստորը հիվանդ է, մենք ինչ անենք։ Ես հագնվել եմ, իջել եմ ներքև, որ ասել եմ, չէ, հիվանդ չեմ, պրոստը։ Այդ էս տաքությունով իջել եմ, որ այդ եղբայրը տենա ու հավատա, որ չենք բարդացնում մեր կյանքը, ուղղակի ասում ենք, որ Տերը բարի է, հալելույա։ Տերը հզոր է, հալելույա։ Տերը զորավոր է, հալելույա։ Կապ չունի ինչ ճանապարհ ես դու անցնում, կապ ունի դու ոնց ես դրան նայում, քո հավատքի չափը, քո աշկերը ոնց են տենում էդի, ինչ ես դու քո առաջ տենում, ասում է, այդ սար չի, դա հարթավայր է, էդի պրոբլեմ չի, էդի ուղղակի խնդիրների լուծումը, խնդիրներն ունեմ, ասում է, դե խնդիր ունես լուծի, Կային է սպասում, խնդիր ունեմ, խեզ բարդացնում կյանքդ, վերցրա լուծի, պրոբլեմ ունեմ, խեզ բարդացնում կյանքդ, դիր մի կողմ այդ պրոբլեմները, մի մտի այդ պրոբլեմների մեջ, մի գնանք այդ կետի փորը, լսի Տիրոջը, Տերը պարզ է խոսում, Տերը հստակ է խոսում, Տերը հասարակ է խոսում, ուղղակի մենք մեր կյանքի մեջ փարիսեցի ենք դառնում, մենք մեր վրա բեռներ ենք դնում, հասկանում եք, մենք ենք դժվարացնում մեր կյանքը, չհասկանալով, որ Տերը մոտիկանում է մեզ շատ հասարակ ձևով, խաղաղություն քեզ։ Դու երբ որ առավոտ աչքերդ բացում ես, Տերը չի ասում, դու այսօր պետք է անպայման 30 գլուխ կարդաս, 40 րոպե աղոթես։ Տերն առավոտ շուտ գալի, այցելում է քեզ ու ասում է խաղաղություն քեզ։ Մնացածը քո որոշումն է։ Մնացածը քո քեզ է պետք, ոչ թե Տիրոջը։ Մարդիկ գիտեն, եթե ծոմ են պահում, Աստված փոխվում է իրանց հանդեպ։ Այդպես բան չկա, ծովը մեզ է փոխում, ոչ թե Աստծուն։ Աղոթքը մեզ է փոխում, ոչ թե Աստծուն։ Իսկ Աստված, երբ որ մեզ այցելում է, մի բան է ասում, խաղաղություն քեզ, մի վախեցի, ես քո հետ եմ, ապրի այսօր, ես քեզ կյանք եմ նվիրել, ապրի այսօր, այդ կյանքը, որ տվել եմ քեզ, վայելի այսօր այդ կյանքը, ազատության մեջ վայելի այսօր այդ կյանքը, խաղաղության մեջ վայելի այսօր այդ կյանքը, մի հոգի գտնվում է կողքից, որ քեզ բզի, ինչ-որ բան ասի, որ քեզ հանի այդ խաղաղությունից, պահի քեզ այդ խաղաղության մեջ, հալելույա։ Փառք ամեն Մատթեոս 8:2-3 Մատթեոս 8-րդ գլուխ 2-3 Ահա մոտեցավ մի բորոտ երկրպագեց նրան ասաց Տեր եթե կամենաս կարող ես ինձ մաքրել Նայեք Տիրոջ մոտիկացումը Հիսուսը ձեռքը մեկնելով դիպավ նրան ու ասեց կամենում եմ մաքրվի Նայեք ինչքան հասարակ է մեր Տերը Ոչ մի ավելնորդ բան չասեց կամենում եմ մաքրվի Այսօր Տերը ինչ-որ մեկիդ ասում է կամենում եմ բժշկվի, կամենում եմ մաքրվի, կամենում եմ զորացի։ Ո Տերը ախար։ Բորոտն էլ այտենց մոտիկացավ, եթե կամենում ես։ Անգամ ստեղ հավատքել չկար։ Սա մոտիկացավ, որ ասի, եթե դու կամենում ես, կարող ես ինձ մաքրել էլի։ Ես գիտեմ, քո ձեռների մեջ կա ինչ-որ մի բան, որ դու կարաս անես։ Տերն ասեց, կամենում եմ, մաքրվի։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ Մենք այսօր մտածում ենք ինչի չկան մարդիկ, որ առաջների նման անգլիացիներ, եսիմ ովքեր հրաշքներ էին գործում, այն ժամանակ 1-2 հոգի էին այդ հրաշքներով լցված, 1-2 հոգի էին այդ պարգևներով գործում, հիմա ամբողջ եկեղեցին է լցված այդ պարգևներով, դա համար չի երևում, դուք ունեք այդ պարգևները, ձեզ ա տվել այդ զորությունը, դուք պետք է ասեք, ուղղակի մի բարդացրեք ամեն ինչ, դուք այսօր բարձրացրեք ձեր ձեռքերը, ասեք կամենում եմ ապաշխարի, կամենում եմ մաքրվի, կամենում եմ բժշկվի, հալելույա Դուք ունեք այսօր այդ իշխանությունը, ձեզ ա տվել Տերը իշխանություն, ոչ թե նստեք լացեք, ոչ թե տրտմեք, ոչ թե ասեք ուր ես Տեր, այլ ասեք Հիսուս նավին երբ որ ընկած աղոթում էր Աստծուն առավոտից մինչև իրիկուն Տերն եկավ ասեց ընչես ընկեդեմս լացում, վեր կաց իշխանություն ունես, Ինչի համար ես դու այսօր լացում, ինչն է պատճառը, խես տրտմե, իմ որդի, իմ աղջիկ, իմ տղա, իմ դուստր, ինչի ես տխրե, վից ես քեզ ասում եմ խաղաղություն քեզ, լցվի ազատության հոգով, հալելույա, զորավոր է մեր Տերը, իր հոգու ներկայությունը այսօր էստեղն է, իր հոգին այսօր աշխատում է մեր հետ, մենք երգում ենք ուրիշ Հիսուսից բացի ուրիշ ոչ մի բան ինձ պետք չի, Մենք էդի երկում ենք, լավ ենք անում, շատ ճիշտ է, հլը խորը մտածի։ Մարկոս Ավետարան 10-րդ գլուխ 51-52 խոսքերը, Հիսուսը նրան հարցրեց, ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Կույրը պատասխանեց նրան, Ռաբունի ուզում եմ տեսնել։ Նայեք, ինչ դուք զգում եք Տիրոջ գործը ինչ հասարակ է։ Մարդ ինչքան է բարդացրել։
Ինչ ձևով է փոխի այդ ամեն ինչը, որ բարդ։ Ուզում եմ տեսնեմ, Հիսուսն ասաց, գնա քո հավատքը քեզ փրկեց։ Всё։ Ասում է գնա քո հավատքը քեզ փրկեց եւ նրա տեսողությունը իսկույն վերականգնվեց եւ հետևեց Հիսուսին։ Դուք ասես էդի Հիսուսն էր, այդ նույն Հիսուսը, որ այս գործողություններն անում էր, այսօր բնակվում է իմ ու քո մեջ։ Այդ նույն Հիսուսը, այդ նույն ազատության հոգին, այսօր քեզ տվել է այդ իշխանությունը։ Նույն ազատության հոգին այսօր քո ներսում է, որպեսզի դու կարողանաս ասես խոսքեր, որոնցով կփոխվի քո շրջապատը, կփոխվի քո տունը, կփոխվի քո կյանքը։ Ուղղակի ասա խոսքեր, որոնք որ շինություն կան։ Ու Աստված այդ այնց է մոտիկանում, Աստված ասում է Հիսուսն ասաց գնա քո հավատքը քեզ փրկեց։ Տեր, ոնց կլինի տենց է, ախր շատ հեշտ ասեցիր, մի բան արա, որ ես հասկանամ, որ էդի տենց է։ Այտենց չի ստացվի, պրոստը դու, ես եկել եմ, ասենք, հովիվի մոտ, ասում եմ, մի հատ կաղոթեք իմ համար, հովին ասես գնա, քո հավատքը փրկեց քեզ։ Յա, ոչ մի բան չարեց, ես իշք, ախր մի րոպե ինչ ես ուզում անի։ Գնաց Հիսուսի մոտ, ասեց Տեր, ասեց ինչ ես ուզում, ասեց ուզում եմ տեսնեմ, գնա, քո հավատքը քեզ փրկեց։ Այդ Տիրոջ մոտիկացումը տենց է, ուղղակի մեզ պետք է հասկանալ, թե ինչ Աստված մենք ունենք, ինչ ձևի պատասխանում, ինչ հոգի է մեր մեջ դրել ու ինչ է մեզանից պահանջում, հալելույա, ոչ թե փախնենք Թարսիս, այլ մնանք մեր տեղում, որտեղ որ մեզ Տերը դրել է, հալելույա, ու բերենք շատ պտուղներ։ Հովհաննես 5-րդ գլուխ 6-րդ խոսքից. Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած եւ իմացավ, որ արդեն երկար ժամանակ է նրան ասած, պառկած, всё, ասма Եկլեսիասն ասма ծառը որ կոմ ընկնի, այնտեղ էլ մնում է։ Ու տեսավ այս մարդը պառկած ու երկար ժամանակ չի շարժվում։ То есть ոչ մի բան չի անում։ Ուզում ես առողջանալ։ Նայեք, Հիսուսի մոտիկացումը։ Հիմա մեկի հարց է տալիս տեղ։ Դու քո մեջից դու խոսում ես, բայ ես, ու Տերը ասում է, դու էդի ուզում ես, դու հաստատ ես ուզում, թե ուղղակի փորձում ես ուզես։ Տարբեր բաներ են դրանք, եթե դու հաստատ ես ուզում, Տերը այցելում է քեզ, ինքը մոտիկանում է քեզ, ասում է դու ուզում ես առողջանալ։ Նայեք, հիվանդը ոնց է բարդացնում իր կյանքը։ Հիվանդն ամ Տեր ոչ ոք չունեն, որ ջրերը խառնելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնեն։ Մինչև ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է։ Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց։ Հերիք ապարկես, վեր կաց։ Վերցրու մահիճդ ու քայլիր»։ Հերիքա պարկես, հերիքա անշարժ պարկես, հերիքա լացես, հերիքա սպասես իշ-որ մեկին, Աստված քո հետ է, հալելույա, ասա Աստված իմ հետ է, հալելույա, Աստված իմ հետ է, ես չպետք է պրոստը տակ պարկեմ, օգնեք, աղոթեք, տկարեմ, իմ տկարության մեջ Աստված է զորավոր։ Ես տկար եմ, ինչ ունեմ ես, ոչ մի բան։ Էն էլ ինչ էլ որ ունեմ ժամանակավոր է, ես չգիտեմ էլ ինձնից հետո ով էտիկ ունենա իմ ունեցածը։ Բայց Քրիստոսը հավիտյան է իմ կյանքում, բայց Քրիստոսը իմ հետ է լինելու երեք, այսօր ու հավիտյան։ Իմ էթալուց հետո ես աշխարհում Քրիստոսը էլի իմ հետ ալնելու։ Այսինքն միայն Քրիստոսն է, որ ես ունեմ այս աշխարհի վրա, ուրիշ ոչ մի բան չունեմ։ Պարգևներ չունեմ, ես իմ ուժ չունեմ, բայց իրանով ունեմ ամեն բան։ Քրիստոսով հարուստ ենք, Քրիստոսով օրհնված, թող ազատության հոգին իջնի բոլորիս վրա, թող ազատության հոգին բերի բժշկություն, թող ազատության հոգին շարժվի այստեղը, բացելով մեր հոգու աշկերը, որպեսզի տենանք ում ենք հավատացել, հալելույա։ Տեր ոչ ոք չունեմ ջրերը խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնեն։ Մինչև ես գալիս եմ ուրիշն ինձանից առաջ իջնում է, ինչ նախանձ է, չէ։ Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց, վերցրու մահիճդ ու քայլի»։ Մենք մեզ միշտ համեմատում ենք ինչ-որ մեկի հետ, դադար տվեք։ Աստված քեզ է մոտիկանում, Աստված քեզ ասում խաղաղեղի, Աստված քեզ ասում, ես ուզում եմ քեզ բժշկեմ, պրոբլեմը իմ մեջ չի, պրոբլեմը քո մեջ է, դու իրոք ուզում ես, մենք մի հատ եղբոր համար աղոթում ենք, ինքը ինվալիդ էր, ու Տերը կպավ ինքը այսպես հայ-հայեր բժշկվեց, ասա, մի րոպե էլ մի աղոթեք, ասում ես հիշեց, որ բժշկվեմ, էլ թոշակ չեն տա։
Որովհետև ինվալիդության թոշակ էր ստանում։ Դու ուզում ես, թե փորձում ես։ Հետո մեր մեջ միշտ առևտուր կա, չէ՞, մենք մտածում ենք, եթե ես սիլնի, բա հետո ինչ ալնելու, եթե ես սիլնի, հետո ինչ ալնելու։ Շատերը դրա պատճառով դժվում են, շատերը աղքատ են, շատերը չունեն ֆինանս, շատերը չեն բժշկվում, որտեղ մի բան կա, մեջ եթում առևտուր, տենաս որն ավի գտնի, մնալ հիվանդ, թե բժշկվել։ Հալելույա։ Դուք ասես, հետո ով որ տենց մնա հիվանդ ուզում է մնա։ Ես ես անկեղծ եմ ասում։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճ ու քայլում էր, այդ օրը շաբաթ էր։ Լսեք։ Ով է ձեզանից հավատում, որ Հիսուսը երեք այսօր ու հավիտյան նույնն է։ Ինչ եք կարծում, եթե ես Հիսուսը այն ժամանակ անում էր այս բաները, այսօր ինքը ինչ է պատրաստ անելու։ Ամեն ինչ։ Որտեղ այսօր մեր մեջ Սուրբ Հոգին է։ Ազատության հոգին է մեր մեջ, որ եկել է, որպեսզի մեզ դնի ամեն ճշմարտության վրա, որ մենք այսօր լսելով այս խոսքը հասկանանք, ես չունեմ, որովհետև խնդրեմը իմ մեջ է։ Աստված ինձ մոտիկանում ասում է խաղաղվիր։ Երբ որ այդ վայնաչալնիկ չեմ կարող թարգմանեմ այդ խոսքը, երբ որ եկավ Իսրայել այդ բորոտը, Զորապետը եկավ այդ բորոտը, որ բժշկվեր, Եղիսեն, նայեք, ասում մոտիկացում է, Եղիսեն ասում արդես, ես գնա 7 անգամ ջրի մեջ, չէ, լողացի, մտի ջրի մեջ 7 անգամ, սուզվի այդ ջրի մեջ, ու վсё, էլ բան չասեց, ասում է, գնա 7 անգամ լվացվիր Հորդանանում և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ և կմաքրվես, բայց Նեեմանը բարկացավ ու գնաց ասելով, ես կարծում եի, նայեք, բարդությունը, ես կարծում եի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչիր Տեր Աստծո անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը, նայեք, ինչքան պրոբլեմա ստեղծում, ես մտածում եի, հիմա կգա, ձեռը կդնի, ես հիշում եմ, երբ որ մի հատ քարոզիչ եկել էր Մոսկվա, որ բժշկությունները պարգև ուներ։ Ես Հայաստան էի այդ ժամանակ, վայ, ասի Տեր ջան, ասի, ես ոնց եկա Հայաստան, ես կեթայի Մոսկվա այդ մարդու ծառայությանը, ու Տերը հետս խոսած առաջինը, որ ես ստեղ եմ, քո հետ եմ։ Ես ստեղ քո հետ եմ հիմա, երկրորդն էլ դու բժշկության կարիք ունես, թե քեզ հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Հասկանում եք, ես ասի Տեր, ես հասկացա, դու ունե, ես բժշկության կարիք չունեմ, ես քո կարիքն ունեմ։ Այև որ ես քեզ պոլնստյու հասկանամ, քո մոտիկացումը զգամ, ես հասկանամ քո սիրտը, իմ կյանքը լրիվ ուրիշ ձև կփոխվի։ Գիտեք, մենք տանջվում ենք, չարչարվում ենք տարբեր տեսակի բաների պատճառով, չհասկանալով Տիրոջ հոգուն, որ մեր մեջ կա։ Հալելույա։ Նեման ասեց, ես մտածում եմ ինքը հեսա դուրս կգա, ձեռը կդնի վրես, դուք պատկերացնում եք ինչքան ճանապարհ, բայց ինքն ասեց, ու իր ծառաներն ասին, լսի, եթե մի բարդ բան ուզեր այդ մարդը, դու տանելու էիր, չէ, բարդ բանը մեր համար հեշտ է, բարդ բան, ես մի հատ մարդու հետ եմ աշխատում, ես իրան ասում եմ, լսի, ես քո համար աղոթում եմ լրիվ լավ ալնելու, էլի, ասում է, չէ, ասում է, դու աղոթում ես, լավ ես ամ, ես զգում եմ քո աղոթների ուժը, բայց մի հոգի կա, ինձ ասելա դու պետք է եթաս Երուսաղիմ, այս ինչ պատի վրա, այս ինչ թուղթը դնես, որ հետ գաս, նոր այդ ժամանակ ես քո համար կաղոթեմ, հլա իմ աղոթն էլ 100,000 ռուբլի փող արժի, ասում եմ իմ աղոթքը կոպեկ չարժի, որովհետև էդի իմ զորությունով չի, ինձ ոչ մի բան պետք չի, իմ աղոթքը Աստծո Սուրբ Հոգով է արվում, այդ մարդն ասում է, հա, լավ ես անում, բայց ես կեթամետիկ անեմ կգամ։ Հասկանում եք ինչ եմ ասում, մարդ իր կյանքը բարդացնում է։ Հաջորդը ինքն ինձ սենց ամ, ես պետք է գնամ Կիտայ, Կիտայում մի հատ այգի կա, երբ որ այդ մեզ ստե աղոթում ես, Աստված քեզ լսում է, հիմա ինքը նկար է ուղարկել, ինքը այդ այգում է։ Որում այդքան թվեր է ծախսում, գնացել է այդ այգին, որ այդ այգում իրան լսի Աստված։ Դուք հասկանում եք ես ինչ եմ ասում, այսինքն Աստված մի հատ այնց Աստված է, որ հատուկ տեղ ունի լսելու համար։ Այտենց էր Սամարացի կինը, հիշում եք, որ Տերը խոսած իր այդ, ասես լսի, այսօրվանից մի բան հասկացի,
Ոչ այս լեռան վրա, ոչ Երուսաղեմում, ոչ միտեղ, այլ ամեն տեղ, որտեղ որ մարդը իր սիրտը կբացի, ես մոտիկանում եմ ու ասում եմ՝ մի վախեցի, ես քո հետ եմ։ Որտեղ Աստված փնտրում է, պատկերացրեք, դու գիտես դու ես փնտրում Աստծուն, բայց Աստված ինքն է փնտրում, ինքն է մոտիկանում երկրպագողներ հոգով եւ ճշմարտությամբ։ Ու այսօր այդ մենք ենք։ Մենք հոգով ենք երկրպագում, մենք ճշմարտությունով ենք երկրպագում։ Տերը այսօր մեր հետ, ամեն։ Դուք պատկերացնում եք, այս մարդը մտավ ջուրը, դուրս եկավ, ասում մարմինը երեխու մարմնի պես էր։ Հալելույա, թող այսօր հոգին ազատություն բերի մեր մեջ, թող այսօր հոգին կյանք լցնի մեր մեջ, որպեսզի մենք հասկանանք ինչ ենք ուզում եւ ուր ենք գնում։ Տեսեք, հետարքիր մի հատ խոսք կա, շատ եմ սիրում այս խոսքը։ Ժողովով 10-10 մեջ ասում է, եթե կացինը բթացել է եւ նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը, իմաստության օգուտը հաջողությունն է։ Եթե կացինը սուր չի արդեն, դու պետք է կացինը սրես, ոչ թե ուժ գործադրես։ Հասկանաք, սա փոխաբերական իմաստ է։ Երբ որ դու զգում ես, որ ինչ-որ աղոթքիդ պատասխան չկա կամ ինչ-որ բան չկա, դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ մի բան ուժեղացնես, ուժ գործադրես։ Դու պետք է ճշտես, բացես էդի, ասես Տեր ջան, որ մասն եմ ես շշկրվում, որտեղ է իմ շշկրվելը, որպեսզի Տերը բացի էդի ու քեզ ճանապարհ ցույց տա։ Որտեվ Տերն ուզում է հոգի է Աստված, ուզում է երկրպագողներ հոգով ու ճշմարտությամբ։ Մենք Աստծուն մարմնով չենք կարող հասկանանք, մենք Աստծուն մեր մտքով չենք կարող հասկանանք, մեր սիրտը պետք է բաց լինի Աստծո համար, մեր միտքը պետք է բաց լինի Աստծո համար, մեր սրտի միջոցով, մեր սրտի միջոցով Աստված մեր հետ խոսում։ Հալելույա։ Ես համոզված եմ 100%, այսօր Աստված աշխատանք է տանում մեր մեջ, մեզ պատրաստում է։ Եղբայրն ասեց գալու է մեր հետևից, Սուրբ Հոգին տանելու է մեզ, պատրաստ ենք մենք արդյոք, պատրաստվում ենք մենք, մտածում ենք այդ մասին, ուզում ենք, որ մեր կյանքը փրկված լինի, ուզում ենք, որ այս աշխարհի վրա խաղաղ կյանք ունենանք, մտածել է, տեղիք է տալի մտածելու, ինչ է մեր նպատակը, ոնց ենք ճանաչում Աստծուն, իր մոտիկացումը ոնց ենք ճանաչում, բարդացնում ենք մեր կյանքը, թե մենք ասում ենք Տեր, ես ոչ մի բան չգիտեմ, ես մի բան գիտեմ, դու ես իմ Տերը, դու ես իմ պահապանը, ես գնացի իմ գործերով, ու ես գիտեմ, իմ ամեն մի մանրունքի մեջ քո անունն է փառավորվում, իմ ամեն մի մանր քայլի մեջ քո անունն է փառավորվում, ես չեմ ուզում շտապեմ, ես չեմ ուզում առաջ ընկնեմ, ես ուզում գնամ քո հետևից, ես ուզում ճանաչեմ քեզ, ես չեմ ուզում այդ տապորի վրա ուժ գործադրեմ, ես ուզում սրեմ, ես ուզում եմ այդ լարվածությունը, այդ հասկացողությունը, որ ունեմ, որ քեզ ճանաչեմ, դա միշտ լինի իմ մեջ, որ ես չհոգնեմ, որ ես չթուլանամ, որ ես չհանգեմ, որ ես վառվեմ միշտ քո համար, որտեվ ես սիրում եմ քեզ, Տեր։ Հա դժվար է, հա բարդություններ կա, հա սենց կա, բայց Տերը մի բան է ասում, ուզում ես, եթե ուզում ես, վեր կաց, եթե ուզում ես, շարժվի, մենք լույսն ենք, մենք աղն ենք այս աշխարհի, ու մենք պետք է անընդհատ շարժվենք, ամեն, գիտեք, ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ ասեմ, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, երբ է ինքը մեզ մոտիկանում, ասում է Երուսաղեմ, Երուսաղեմ, երանի հասկանայիր քո այցելության ժամը, գիտեք Աստված այցելում է մեզ, ես ուզում եմ, որպեսզի մենք մեր սրտերը բացենք Տիրոջ համար, որպեսզի ինքը այցելի մեզ, կպնի մեր սրտին, որպեսզի մենք զգանք այդ զգացմունքը ունենանք, որպեսզի այդ մխիթարության հոգին լինի մեր մեջ, որ չգանք ստեղ որպես դասարան նստենք, լսենք, դասարանը գնանք, այլ գանք ու զգանք, որ Աստծո հոգին մեզ կպնում է, մեր սիրտը Աստծո հոգին խաղաղացնում է, եկեղեցուց, երբ որ ես դուրս եմ գալի, իմ մեջ կա մեծ խաղաղություն, ու այդ խաղաղությունը ինձ բերում է, պահում է, ինձ պահում է Քրիստոսի մեջ։ Ես ուզում եմ, որ այդ հոգին գա մեր մեջ, ես ուզում եմ, որ հոգին գործի մեր մեջ ու տանի մեզ դեպի առաջ։ Տերը փառավորվում է, Տերը հզոր է, Տերը անկեղծ է մեր հանդեպ, ինքը մեր հանդեպ կեղծավորություն չի անում, Տերը անկեղծ է մեր հանդեպ, եթե ինքը ասում է ես սիրում եմ, ինքը հանակ չի անում, ինքը իրոք սիրում է, եթե ասում է ես ոչ ոք իմ կյանքը ինձանից չի վերցնում, ես ունեմ իշխանություն իմ կյանքը տալու, հետո վերցնելու։ Մենք պետք է այդ ամեն ինչը հասկանանք։
Մենք պետք է զգանք, մենք պետք է զգայուն լինենք Սուրբ Հոգուն։ Մենք պետք է գիտակցենք, որ Սուրբ Հոգին ամեն րոպե մեր հետ է։ Մենք պետք է հասկանանք, որ Տերը մեր կողմից է։ Մենք պետք է հասկանանք, որ իր հոգին ազատության հոգի է։ Ինքը լուծ ու բեռ չի դնում մեր վրա, ընդհակառակը, ասում է եկեք ես էդի կվերցնեմ ձեզանից։ Հալելույա։ Հավատարիմ է մեր Աստված, զորավոր է մեր Աստվածը։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Ու երբ որ ես մեր եղբայրը Հովնանը փախավ Աստծո երեսից, գնաց ընկավ այդ խնդիրների մեջ, վերջի եկավ քարոզեց քաղաքում, ամբողջ քաղաքը ապաշխարեց, ինքը գնաց քաղաքի վերևը նստավ ու բողոքում էր Աստծուն, թե խի էս բաները տեղի ունեցավ։ Ու Աստված այնց արեց, որ մի հատ դդմենի ասմա աճեց ու այդ հովը իրան ուրախացրեց։ Ու Աստված այնց արեց, որ այդ դդմենին չորացավ, հիմա էլ տրտմեց։ Նայքիշքոն մի հատ բնավորություն ու Աստված ոնց է կարում հետը յոլա հետա, ոնց է կարում աշխատի հետը, էլի այդ ձևի մարդու։ Ասես դու մի հատ դդումի համար այսքան տրտմեցիր։ Բայց ես մի ամբողջ ազգ ունեի, մի ամբողջ ժողովուրդ։ Նուժելի ես չէի օգնի այդ ժողովրդին, մենք Աստծո ժողովուրդն ենք։ Տերը մեր հետ է, հալելույա, Աստծո ներկայությունը մեր մեջ է։ Աստծո զորությունը, գիտեք ինչ է ուզում սատանան, որ մենք Աստծոն պատկերացնենք սենց ոչ բարի, այտենց ասեմ, որ մենք Աստծոն պատկերացնենք պատժող, որ մենք Աստծոն պատկերացնենք բարդ, որ մենք Աստծոն պատկերացնենք մի հատ սես պատրաստ ամեն րոպե մեզ պատժելու։ Բայց Աստծո գիրքը, Աստծո հոգին մեզ համար Աստծոն բացում է մի ուրիշ ձևի, որ Աստված սեր է։ Ասում է արդարը 7 անգամ կընկնի ու կբարձրանա։ Աստված սեր է, Աստված գնում է մեր առաջից ճանապարհ բացելով։ Աստված հարություն առե ոչ թե նրա համար, որ չեր ուզում մահացած մնար։ Աստված հարություն առե, որ մեզ արդարացնի։ Աստված ոչ թե մահացել է նրա համար, որ ինքը պետք է մահանար, այլ ինքը մահացել է, որ մենք այսօր ազատ լինենք։ Եթե մեր կյանքը ինքը ուզենար բարդացներ, ինքը չէր մահանա։ Իտակ բարդ էր մեր կյանքը։ Էլխի պետք է ինքը գար մեր կյանք, որ մեզ ազատեր։ Ինձ մի անգամ մի հատ քույրիկ ասեց, եթե ես պետք է Քրիստոսի մեջ էլ այդ ձևի լացեմ, ոնց որ աշխարհում էլ չեմ եկե Քրիստոսի մեջ։ Եթե ես պետք է Քրիստոսի մեջ էլ այտենց տարապեմ, էլ չեմ Քրիստոսին ընդունել։ Անկամ եթե մենք Քրիստոսի մեջ լացում ենք, մեր լացի մեջ կա ուրախություն ու ուժ։ Որտեվ Քրիստոսի հզոր ձեռքը մեր հետ է։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Իմ լուծը ձեր վրա վերցեք, որտեվ իմ լուծը թեթև է։ Իմ բեռը ծանր չի, իմ բեռը թեթև է։ Իմ լուծը քաղցր է, հալելույա։ Ու մենք մտածում ենք, Տեր, ոնց անեմ։ Չգիտեմ, երևի դուք այդ հարցերը չեք տալի, բայց ես շատ եմ տալի Տիրոջը։ Տեր, ոնց անեմ։ Ոնց շարունակեմ։ Ոնց կարամ էլի շարունակեմ, ու Տերը մի բան ասում, մի վախեցի, վստահի ինձ։ Ասում է, որ հիշում եք այդ պատմությունը, որ ճյուղից կախվում է, գոռում օգնեցեք, մեկ է Տերն ասում է, բաց թող ճյուղը, ես քեզ կբռնեմ։ Ասում է, դու ով ես, ասում է, ես Աստվածն եմ։ Մտածում, մի քիչ հետո ասում է, էլ ուրիշ մարդ չկա ստեղ։ Մենք մտածում ենք, ոնց կար Աստված մեզ բռնի, ախր մեզ բռնողն Աստվածն է։ Դաժե անգամ մենք չենք էլ խնդրում, ինքը մեզ բռնողն է։ Մի հատ եղբայր ասում է, Տեր, դու ինձ թողել ես, դու իմ հետ չես։ Ու Տերը տեսիլ կա ցույց տալ, որ երկուսով գնում են։ Ասում է, տես ես քո հետ եմ։ Հետո այդ հետքերը ոտքի դառնում են մի հատ, ասում է, տես Տեր, այս որ մտնում են անապատ փշերի մեջ, ասում է, Տեր, տես հենց եկան փշերը դու ինձ թողեցիր, ասում է, ինչից իմացար, ասում է, մի հատ հետք է ոտների եթում, ասում է, չէ, այդ քո հետքերը չի, այդ իմ հետքերն է, ես քեզ իմ ձեռների մեջ եմ վերցրել։ Մեզ թվում է, թե դժվարությունների ժամանակ Տերը մեզ թողում է, ոչ, դժվարությունների ժամանակ Տերը մեր հետ է, ու մենք Տիրոջ գրկի մեջ ենք։ Դժվարությունների ժամանակ, երբ որ դու չգիտես էլ ինչ անես, Տերն ասում է, մի վախեցի, ես ստեղ եմ։ Տեր, երբ որ վերցեք օրինակը թագավորից, երբ որ իրան հեսապատն էր,
թագավորը, երբ որ իրան նամակ ուղարկեցին, ինքը ինչ արեց, վերցրեց այդ նամակը, թշնամիների գրած նամակը, գնաց տաճարի մեջ, բացեց Տիրոջ առաջ, ասեց Տեր, կարդա այս նամակը ինչ չեն ուղարկես, քեզ են ուղարկել։ Վերցրա անալիզի թղթերը, գնա Տիրոջ առաջ, բաց ու ասա Տեր, այս անալիզը ինչ չեն տվել, քեզ են տվել։ Էս ինչ է Տեր, ես չեմ հասկանում։ Ոնց։ Տեր խոսա հետս, ոնց։ Ես չեմ համաձայն, որտեվ դու ես քո վերքերով բժշկված եմ, ոնց։ Հալելույա, ինչ-որ մեկին ասում եմ ես այս խոսքերը։ Ինչ-որ մեկին ասում եմ ես այս խոսքերը։ Դու բժշկված ես Տիրոջով։ Բարձրացրա քո թղթերը։ Ես ես վերջերս ուզում եի թայ օբշարյան անալիզ տայի։ Ու զգացի, որ շուտով հաղորդություն է։ Այնտեղ սաղ անալիզները լուծվում է։ Սաղ նորոգվում է։ Դաժե մեր այրան դենկան է փոխվում։ Դժվարություններ կան, բայց մենք մի բան պետք է իմանանք, մենք հավատքի մարդիկ ենք։ Եթե ստե մի հատ հավատքի մարդ տա, թո փառք տա Աստծուն, եթե մարդ կա ստե հավատքի։ Հալելույա։ Ու Տերը միշտ գալի քեզ հարցնում է, ինչ ես ուզում։ Ում է տվել հեշտերը տենց հարց, օրինակ ինձ տվել է։ Ասել է ինչ ես ուզում։ Ես կպատմեմ այդ պատմությունը։ Ասի Տեր, փող եմ ուզում, որ սապոկ առնեմ։ Ասես դու փողն ես ուզում, թե սապոկը։ Որոշումը կայացրա։ Դες բարթացնում եմ, Տեր, փող տուր, որ այդ համ սապոկ առնեմ։ Տերն ասում է, գուցե մի անգամից սապոկը տամ։ Չոտը նի տակ, ոտ ինչ-որ մի բան չի համաձայնվում ուղեղիս հետ։ Ոնց կլինի տենց, ես մեմ այդ համ սապոկ առնեմ, բայց Տերն ասում է, խես չարչարում, արի սապոկ տամ։ Ու ես այդ ձմեր մնացի առանց սապոկ, որտև չկարեցա որոշում կայացնեի, փողն այնց պետք սապոկ առնեմ, թե սապոկն է պետք։ Ինչքան ենք մենք այտենց բարթացնում մեր կյանքը Տիրոջ առաջ։ Տեր լավ բժիշկ եմ ուզում, լավ բժիշկ տուր, որ այդ համ մոտը լավ բժշկ ինձի։ Տերն ասում է, միգուցե ես բժշկեմ քեզ։ Կարող է ես բժշկեմ քեզ, չէ Տեր լավ բժիշկ տուր ինձ, որ ապահովը զգամ ինձի, գնամ այդ բժշկի մոտ ու այդ բժիշկը քեզանից լինի։ Տերն ասում է, լավ, եթե տենց ես ուզում, տենց կանեմ, բայց լավ բժիշկ չկա, հասկացեք, սա փողով են ավարտել այդ բժշկության բաները։ Ինչ-որ մի փորձ կարանքով վրա անեն, ուրիշ ոչ մի բան, բայց կա մի բժիշկ, որ բժիշկների ստեղծող բժիշկն է, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Տեր ինձ մի հատ գործ տուր, որ մի հատ բուտկա բացեմ, ոբշեմ գնաց ու տենց բարդությունները գնաց։ Տերն ասում արի ես քեզ օրհնեմ։ Արի քեզ օրհնեմ։ Մենակ մի բան, դու պետք է եկեղեցուն օգնես։ Մի հատ եղբայր կար, եկավ մեր տուն, ասեց օգնեք մեզի, լսել եք այդ պատմությունը, օգնեք մեզի, ես եկեղեցուն կօգնեմ։ Գնաց վաբշե եկեղեցուց։ Վաբշե գնաց։ Հիմա մահացել է։ Հալելույա։ Մի բարդացրեք ձեր կյանքը, եկեղեցի, եղբայրս, քույրս, եթե դու նստած ես ստե, աղոթում ես ինչ-որ մի բանի համար, մի հատ վերանայի, խի ես էդի աղոթում, մի հատ զգա, ինչն է պատճառը, ինչի համար ես դու էդի ուզում, ինչն է, Տերը ինչ է ասում քեզի, ոնց ես դու ուզում էդի ունենաս, վեր գերբնային ուժին հավատում ես, թե չէ, դու հավատում ես, որ Տերը կարող անենց բաներ անի, որ սկի ոչ ոք չի արել, գինի չունենք, Հիսուսն ասեց լավ, ես ստեղ եմ, գնաց, ասեց հիմա պրոստը մի բան կա, ինչ-որ ասում է պետք է անես, անես չի, որ դու դիվար, մի օր մեկն ասեց, դե որ Հիսուս կա, թո մի մեշոք փող գցի ստե, ասի մի մեշոք փող գցի, դու կործանվես, ասում է բերեք ջուր լցեք այս ամանները, լցրա այդ ջուրը քո ամանները, լցրա հոգին քո ներսը, լցրա, որ ինքը գինի դառնա քո ներսում, ու ամենալավ գինին դառնա, ու ամենալավ կյանքը դառնա, ու ամենաընտիր գործը դառնա քո մեջ, ես մի ամփոփեմ ամեն ինչ, այս խոսքը, որ ես ուզեցա ձեզ ասեի, հիշեք,
Աստված, երբ որ գալիս է քո կյանք, վերացնում ամեն մի բարդություն։ Երկրորդը, Աստված, երբ որ գալիս է քո կյանք, ինքը իր հետ բերում է խաղաղություն, ոչ թե տագնապ։ Եթե քո կյանքը գալիս է տագնապ, հիշի, դա չար ուժի ներկայությունն է։ Եթե քո կյանքը գալիս է խաղաղություն, դա հոգու ներկայությունն է։ Ասում եմ, ոնց ճանաչեմ սատանայի ու Աստծո ձենը։ Սատանան, երբ որ գալիս է, իր ասածը քեզ տանում է դեպի տուպիկ, Աստծո ասածը քեզ տուպիկից հանում է։ Դրա համար ուշադիր եղեք, ոնց եք լսում, ուշադիր եղեք, մի շտապեք, օձերի նման հմուտ եղեք, որտեղ իրանք համբերատար են։ Եղեք համբերատար, դա հոգու պտուղ է, ու լսեք, թե ինչ է ասում Աստված, որտեղ ես դու խաղաղվում, որ քայլից ժամանակ ես խաղաղվում, որ քայլից ժամանակ ես տագնակ ապրում։ Մենք հմտություն պետք է ունենանք, ու այդ բաները մենք պետք է կարողանանք հաշվարկենք։ Խաղաղությունը դա միակ ապացույցն է մեր կյանքի, որ Հիսուսը մեր հետ է։ Խաղաղությունը ապացույցն է մեր կյանքի, որ Հիսուսը մեր հետ է։ Տագնապ ապացույցն է մեր կյանքի, որ Հիսուսը հեռացավ մեզանից։ Այսինքն մենք հեռացանք Հիսուսից։ Ամեն, դա շատ կարևոր է, որ մենք այդ ամեն բանին հետևենք, որպես հմուտ Աստծո ժողովուրդ, ոչ թե միամիտներ, ոչ թե մարդիկ, որոնք որ չեն իմանում ճշմարտությունը, այլ մարդիկ, որոնք որ գիտեն ճշմարտությունը, որոնց ներսում լցված է Սուրբ Հոգու զորությունը։ Ու նույն ձևի երրորդ բանը, որ ես ձեզ ասում եմ, դա ազատության հոգին է, որ գալիս է մեր մեջ, որ մենք կարանք ազատ ձևով խոսանք ու ճիշտ խոսքեր ասենք մեր կյանքը ազատ ու ճիշտ խոսքեր ասենք, օրհնենք, որտեղ օրհնելուց լավ բան չկա։ Հալելույա։ Տերը օրհնի ձեզ, քույր եղբայրներ։ Ուզում եմ, որպեսզի մենք աղոթենք, ու ես ուզում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ ծանրություն են ապրում, այսօր ունենան այդ թեթևությունը, գա իրանց կյանք այդ հոգին։ Ազատության հոգին թող լցվի այստեղը։ Աստծո զորության հոգին թող լցվի այստեղը։ Ազատության հոգին թող գա ամեն մեկի կյանք։ Հիսուսի անունով ես քանդում եմ այն մտքերը, որ գալիս են, որպեսզի տանջեն ձեզ ներսից։ Թող այդ մտքերը, որոնք որ գալիս են տանջելու, քանդված լինեն Հիսուս Քրիստոսի անունով, թող գա այդ ազատության հոգին ու ազատագրի ամեն մեկին, բերի սրտի ու ներսի ու մտքի ազատություն, Հիսուսի զորավոր անունով։ Ես ուղղակի քանդում եմ սատանայի չար գործերը, որ մտքի միջոցով տանջում է, վախացնում է ու չարչարում է, Հիսուսի զորավոր անունով։ Թող Տիրոջ հոգին գործի այսօր ձեր մեջ, թող Տիրոջ զորությունը, թող Տիրոջ զորությունը, թող Տիրոջ հոգու զորությունը այսօր քանդի սատանայի գործերը Հիսուսի զորավոր անունով։